Աստվածաշնչում Հիսուսի կողմից կանչված յուրաքանչյուր աշակերտի տրված մեկ կանչ կար, եւ դա հետևյալն էր. դու պետք է տաս ամեն ինչ։ Իմ կյանքը, իմ միտքը, իմ աշխատանքը, իմ ընտանիքը, իմ երեխաներին։ Ես պետք է ամեն ինչ ցած դնեմ ու հանձնեմ Աստծուն եւ ասեմ, որ Աստված, ես այլևս չեմ ուզում իմ ուզածով ապրել։ Աստված, ես աշխատանքից տուն վերադառնալուց հետո քնելուց առաջ 4 ժամ չեմ անցկացնի տեսախաղեր խաղալով։ Ես իմ կյանքից 4 ժամ չեմ անցկացնի քնելուց առաջ սպորտ դիտելով։ Ես այլևս չեմ անտեսի իմ երեխաներին։ Ես հոգնել եմ, ես կքարոզեմ ինքս ինձ։ Ես հոգնել եմ հոգևորապես մեռած հայր լինելուց։ Ձեր մեջ կան շատ հրաշալի հայրեր, բայց դուք հոգևորապես մեռած եք։ Դուք հրաշալի եք, դուք տքնաջան աշխատում եք, ապահովում եք ընտանիքը, հավատարիմ եք, չեք դավաճանում ձեր կնոջը, դաստիարակում եք ձեր երեխաներին։ Իմ որդին այստեղ քվոր թերփեք է, իսկ իմ դուստրը չիրլիդեր եւ ամեն ինչ կարգին է, բայց հոգևոր առումով Աստված ասում է, որ դուք մեռած եք։ Դուք ձեզ ձախողակ չեք համարում, որովհետև աշխարհի աչքերում ամեն ինչ ճիշտ եք անում։ Եվ այդ ամենը հրաշալի է։ Լսեք, ես մարզում եմ իմ դստեր սոֆթբոլի թիմը, ես կեղծավորություն չեմ անում, ես անսահման սիրում եմ իմ երեխաներին։ Աշխարհում չկա ավելի թանկ բան ինձ համար, քան իմ կինն ու երեխաները, բայց գիտեք ինչն է կարևոր հոգու համար։ Ոչ թե այն, որ իմ դուստրը կարող է գնդակը խփել ցանկապատից այն կողմ կամ որ նա լավ է խաղում սկզբնադիրքում, այլ այն, թե արդյոք նա ճանաչում է Աստծուն։ Արդյոք նա տեսնում է, թե ինչպես է իր հայրը աղոթում։ Արդյոք նա տեսնում է նրան իր աշխատասենյակում քարոզելիս։ Ես նորից քարոզում եմ եւ պարզապես փորձում եմ ավելի նպատակասլաց լինել, եւ ես հասկանում եմ, որ դա շատ դժվար է, ինչն է այդքան դժվար երեխաներիս հետ աղոթելու մեջ։ Կարող եմ ազնիվ լինել։ Ինչն է այդքան դժվար։ Կարծես ինչ-որ մեկը կա իմ եւ Աստծո հանդեպ իմ նվիրվածության միջև։ Կարծես ինչ-որ անձ բան կամ ուժ կա իմ եւ երեխաներիս հետ աղոթելու, Աստվածաշունչ կարդալու, ծոմ պահելու, Աստծուն նվիրվելու եւ առանձնանալու միջև։ Կա ինչ-որ բան եւ այդ ինչ-որ բանը կամ անձը սատանան է։ Աստվածաշունչն ասում է, որ նա մեր հոգու թշնամին է, նա չի ուզում, որ դուք աղոթքի մեջ լինեք։ Նա անելու է ամեն հնարավոր բան, որպեսզի ձեզ յուրաքանչյուր հնարավոր եղանակով ասի, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է։